Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Հայաստանն ու Շվեյցարիան քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայկական կողմը բարձր է գնահատել տարածաշրջանում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին Շվեյցարիայի հետևողական աջակցությունը։ Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։ Խաղաղության պայմանագրի թեման ու հնարավոր զարգացումներն են քննարկվել ազգային ժողովում անցկացված ճեպազրույցների ժամանակ։ Ճեպազրույցներին մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Ձեր տեսակետն եմ ուզում հարցնել, արդյոք Ալիևը Երևանից հնչող հայտարարություններին այսպես ընդառաջ կգնա եւ օր առաջ կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Շնորհակալություն։ Իսկ ինչու պիտի ստորագրի, եթե առանց թղթի կտորի, առանց այդ բարաթի, Հայաստանի այսօրվա իշխանությունները, պաշտոնական Երևանը, բոլոր երևակայելի եւ աներևակայելի զիջումների գնումը, ինչու ինչ-որ թղթ ստորագրի։ Հայտարարել են, որ տեքստը պատրաստ է, իդեպ, եթե Ադրբեջանը դրա մասին չհայտարարեր, ես չգիտեմ Հայաստանի իշխանությունները դրա մասին կխոսեին, թե էլի կփորձեին կոծկել, բայց բազմաթիվ նախապայմաններ է դնում։ Սահմանադրության փոփոխություն, միջանցքի հարց, պատերազմական հանցագործների արտահանձնման հարց, հայցերի հետ քաշում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա եթե լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը այսօր որևէ թուղթ չի ստորագրի։ Որևէ թուղթ չի ստորագրի։ Չափազանց վտանգավոր արձագանք է հնչել Բաքվից առայն, որ Ադրբեջանի իշխանությունները երկար չեն պատրաստում սպասել Հայաստանի կողմից իրենց առաջադրած մյուս նախապայմանների կատարմանը, ըստ էության հասկացնելու, որ եթե որոշակի ժամանակ հետո Հայաստանի իշխանությունը իր նախապայմանները կատարած չլինի, այս դեպքում առաջնային երկու բան է ներկայացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, որին Հայաստանի իշխանությունները մեծ առումով դեմ չեն, եւ սահմանադրության փոփոխություն, որին եւս հայաստանյան իշխանությունները դեմ չեն եւ նրանց կամքով իրացնում են, ուղղակի անդադ պատժառաբանություն են ներկայացնում, որ սա որոշակի երկար process է եւ հնարավոր չէ 1 կամ 2 ամսում իրականացնել։ Հիմա Ադրբեջանը սպառնում է, սա ըստ էության սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առաջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Իհարկե մենք շատ ժամանակ այդ փաստաթղթին այն տեսանկյունից ենք անդրադառնում, թե ինչու Ադրբեջանը սա չի ստորագրում եւ այլն։ Տեսեք, Ադրբեջանը այդ 17 կետերից բացի ունի մեկ այլ համախումբ պահանջներ, որոնցից երկուսի մասին արդեն խոսեցի, սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ ձևաչափի լուծարում, սրա մեջ հաճախ նաև Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանի ապառազմականացում, այսպես կոչված փախստականների վերադարձ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այլն, այսինքն Ադրբեջանը տեսնում է հնարավորություն հայաստանյան այս իշխանության պայմաններում միջև վերջ գործելու եւ առավելագույնը ստանալու եւ դրանով պայմանավորված ոչ միայն ձգձգում է բանակցային գործընթացը, այլ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով։ Ադրբեջանի մոտեցումները իհարկե կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը եւ մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում։ Այդ տեքստը համաձայնեցնելու հեշտ չի եղել։ Բանակցությունները տևել են արդեն ինչքան 3 տարի են տևել բանակցությունները եւ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ես առանց չափազանցության կասեմ, ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանում համապատասխան մարմիններում եւ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը եւ բառերը դրել եւ վերցրել եւ վերլուծել ենք համեմատելով նաեւ աշխարհքաղաքական զարգացումների հետ
Եվ այսօր հասել ենք այդ արդյունքին։ Մնացածը դուք տեսնում եք, այո, տեսնում եք Ադրբեջանը ինչպես է արձագանքում, բայց դուք նաև պետք է նկատեք, թե մյուսները ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին։ Սա էլ է շատ կարևոր եւ սա մենք պետք է գնահատենք, որովհետեւ այն որ Ադրբեջանը կարող է եւ ապակառուցողական արձագանքել, դա նորություն չի, դա գաղտնիք չի, բայց թե ինչպես աշխարհը կընկալի եւ ինչպես մարդիկ միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես իրենք կդիրքավորվեն, ահա դրանից է նաեւ կախված բանակցությունները եւ խաղաղության գործընթացը հաջողում են թե չեն հաջողում։ Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք այս պահին։ Կիրակի օրը ավականու արտահերթ ընտրություններ կանցկացվեն Գյումրիում եւ Փարաքարում։ Ավարտվել է նախընտրական քարոզչության ժամանակը։ Ըստ պաշտոնական տվյալների Փարաքարի 16 տեղամասերում ընտրողների թիվը ավելի քան 20,900 է, իսկ Գյումրու 82 տեղամասերում ավելի քան 111,200։ Հիշեցնենք, որ Գյումրիում ավականու ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն, 3 դաշինք, Փարաքարում 3 կուսակցություն եւ 1 դաշինք։ Ընտրական գործընթացը կդիտարկեն նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացությունները։ Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ քվեարկության օրը ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն ապահովելու ընտրացուցակների ճշգրտումը, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար տեղեկանքների տրամադրումը եւ այլ հարցեր։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության Գյումրու եւ Վաղարշապատի ստորաբաժանումները Կիրակի օրը աշխատելու են առավոտյան ժամը 8-ից 20-ը։ Հայաստանում է Rotary International միջազգային կազմակերպության նախագահ Ստեփանի Յուրչիկը, ում գլխավորած պատվիրակությանը 3 ընդունել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր առավոտյան կազմակերպության նախագահը ակումբի անդամների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ, Հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև ընկերության անունից ծառ տնկել հուշահամալիրում։ Rotary International-ը ակումբներին չի թելադրում, թե ինչ անել։ Մենք պարզապես ապահովում ենք աջակցություն, խրախուսանք եւ ոգեշնչում, որպեսզի նրանք իրենց համայնքներում հրաշքներ գործեն։ Մենք ունենք 7 հիմնական ուղղություն, բայց յուրաքանչյուր ակումբ իր համայնքում դիտարկում է, թե ինչն է անհրաժեշտ բարելավել։ Որոշ ծրագրեր վերաբերում են առողջությանը, հիվանդությունների կանխարգելմանը եւ բուժմանը, մաքուր ջրին եւ սանիտարիային, խաղաղության ամրապնդմանը, շրջակա միջավայրի պահպանությանը, մայրերի եւ երեխաների հիմնական առողջապահությանը եւ սնուցմանը։ Ամեն ինչ կախված է տվյալ տարածաշրջանի կարիքներից։ Մեր ամենավերջին կամ նորագույն ուղղություններից մեկը շրջակա միջավայրի պաշտպանությունն է։ Այսպիսով Rotary ակումբները ողջ աշխարհում փնտրում են ուղիներ էներգիան եւ ջուրը խնայելու, ինչպես նաեւ շրջակա միջավայրը բարելավելու համար, ծառեր տնկելով։ Ուստի սա շատ համապատասխան վայր է Rotary International-ի ներկայացված լինելու համար, որն էլ համընկավ Հայաստանի մայցի հետ։ Ես պատիվ եմ համարում լինել նմանատիպ հատուկ արարողության մաս։ Սա հավանաբար մեր համար շատ հայերիս համար շատ նշանակալի վայր է եւ նա առիթ ունեցավ ծանոթանալու մեր հայկական պատմությանը։ Rotary արժեքները դա մեր համամարտկային եւ ազգային մեր արժեքներն են։ Ունենալ սեփական պատմություն եւ հաղորդակցվել բնականաբար դա արժեքային համակարգի մի մասն է։ Հայաստանում Rotary-ի նկատմամբ մեծ նվիրվածություն կա։ Ներկայումս Հայաստանում գործում է 9 Rotary ակումբ։ Ես շատ կցանկանայի, որ ավելի շատ ակումբներ ստեղծվեին, քանի որ այստեղ մեծ ներուժ կա։ Հայաստանը հիասքանչ երկիր է, ջերմ մարդկանցով։ Ինչպես աշխարհի շատ այլ վայրերում, այստեղ նույնպես դեռևս կան կարիքներ։ Ուստի ես կցանկանայի տեսնել ավելի շատ Rotary ակումբներ, ինչպես նաև Rotary ակումբներ, որոնք Rotary-ի երիտասարդական տարբերակներն են։ Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են։ J.D. Vance-ը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը լավատեսորեն է տրամադրված ընդհանուր ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջընթացի հարցում։ Միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ, եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իրանը բարձր տեղ է զբաղեցնում իմ այն ցուցակում, որին ես ուշադրությամբ հետևում եմ։ Ինչպես գիտեք, վերջերս նրանց նամակ եմ ուղարկել եւ ասել՝ դուք պետք է ընտրություն կատարեք, կամ մենք կխոսենք, կամ շատ վատ բաներ տեղի կունենան Իրանի հետ։ Ես դա չեմ ուզում։ Իմ նախընտրությունն այն է, որ մենք աշխատենք Իրանի հետ։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատասխանել է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու Թրամփի նամակին։ Abbas Araghchiին հայտնել է, որ պատասխան նամակում շարադրված է Իրանի տեսակետն ընթացիկ իրավիճակի եւ Միացյալ Նահանգների նախագահի նամակում առկա թեզերի վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ Իրանի քաղաքականությունն է վարել անուղղակի բանակցություններ, քանի դեռ երկիրը գտնվում է առավելագույն ճնշման եւ ռազմական սպառնալիքի տակ։ Սպիտակ տան առաջնորդն անդրադարձել է նաև Գրենլանդիային, կրկին նշելով, որ այն անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին միջազգային անվտանգային խաղաղության ապահովման համար։ Նա հավելել է, որ այդ տարածքում կան չինական եւ ռուսական նավեր, որոնց մասին հոգ տանելը Վաշինգտոնը չի կարող թողնել ոչ Դանիային, ոչ էլ որևէ մեկին։ Մյանմարում տեղի ունեցած 7.7 եւ 6.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Ավելի քան 2300 մարդ վիրավորվել է։ 68 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Մասնագետների կանխատեսումներով զոհերի եւ վիրավորների թիվը դեռ կավելանա, իսկ կորուստները կարող են գերազանցել երկրի տարեկան տնտեսական արդյունքը։ Տեղի բնակիչները հայտնել են, որ հեռախոսագծերը խափանվել են, իսկ էլեկտրամատակարարումը շատ վայրերում անջատվել է։ Երկրի մի շարք շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։ Ականատեսների վկայությամբ փլուզվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վարչական շինություններ, հիվանդանոցներ, վնասվել ճանապարհներ, կամուրջներ։ Ցնցումները զգացվել են նաև Թայլանդում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում եւ Չինաստանում։ Թայլանդում, որտեղ 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է շենքերը եւ տապալել մայրաքաղաք Բանգկոկում կառուցվող երկնաքերը, առնվազն 9 մարդ է զոհվել, 30-ը մնացել են փլատակներում, եւս 49 մարդ անհետ կորել է։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցական ուղերձ է եղել Մյանմարում եւ Թայլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ Գերատեսչության X միկրոբլոգում մասնավորապես նշվում է. Ցնցված ենք սարսափելի երկրաշարժի մասին լուրերից, որ տեղի ունեցել Մյանմարում, Թայլանդում եւ հարևան երկրներում, որի հետևանքով այդքան շատ զոհեր կան։ Մեր աղոթքները բոլոր տուժածների հետ են, մաղթում ենք այս աղետի հետևանքների շուտապույտ հաղթահարում։ Արտգործնախարարությունից հայտնել են նաև, որ Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի շրջանում Հայաստանի քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ Հարավային Կորեայում ազրևները եւ եղանակային բարենպաստ պայմանները նպաստել են երկրում անտառային հրդեհները վերահսկողության տակ վերցնելուն։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել է շուրջ 80 ուղղաթիռ։ Հարավարևելյան շրջաններում գրեթե մեկ շաբաթ մոլեկնող հրդեհները խլել են 28 մարդու կյանք։ Ավելի քան 30,000 մարդ տարհանվել է։ Այրվել է ավելի քան 45,000 հեկտար տարածք։ Հայաստանի արտգործնախարարությունը X միկրոբլոգում իր խորհրդակցությունն է հայտնել Հարավային Կորեային, ցավակցելով զոհերի ընտանիքներին եւ շուտապույտ ապաքինում ցանկանալով վիրավորներին։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Այժմին այսքանը կհանդիպենք ժամը 18-ին։